Արմեդիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկզբում իհարկե հավանդական շնորհակալական խոսքերը բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես հետևում են, գոնե միայն դիտելու տեսքով։ Սկսենք լուրերը, առողջապահական պաշտոնյաները հետևում են հանտավիրուսի հնարավոր տարածման դեպքերին այն բանից հետո, երբ շքեղ զբոսաշրջային նավի վրա բռնկում է գրանցվել։ Միացյալ Նահանգները վերահսկում է իրավիճակը այն ամերիկացի ուղևորների շրջանում, որոնք գտնվել են MV Honda զբոսաշրջային նավում, որտեղ արձանագրվել է հանտավիրուսի բռնկումը։ Առողջապահական տվյալների համաձայն բռնկման հետևանքով մահացել են 3 մարդ՝ Նիդերլանդներից մի զույգ եւ Գերմանիայի մի քաղաքացի։ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ եւս 8 մարդ, այդ թվում Շվեյցարիայի քաղաքացի, հավանաբար վարակվել են վիրուսով։ Մասնագետները նշում են, որ հանտավիրուսը սովորաբար փոխանցվում է վարակված կրծողների հետ շփման միջոցով, իսկ մարդուց մարդ փոխանցումը չափազանց հազվադեպ է։ CDC-ի հայտարարության համաձայն Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը համակարգում է դաշնային կառույցների համատեղ արձագանքը ու կապի մեջ է ուղևորների ու առողջապահական մարմինների հետ։ Միաժամանակ ընդգծվում է, որ այս պահին ամերիկյան հասարակության համար վտանգը գնահատվում է չափազանց ցածր։ Տեղեկությունների համաձայն Միացյալ Նահանգների առնվազն 3 նահանգներում իրականացվում է մոնիտորինգ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք եղել են նավի վրա։ Ջորջիայում վերահսկվում են 2 բնակիչ, որոնք վերադարձել են նավից։ Տեղական առողջապահական մարմինները հայտնել են, որ նրանք լավ առողջական վիճակում են եւ հիվանդության ախտանիշներ չունեն։ Արիզոնայի առողջապահության վարչությունը նույնպես հետևում է 1 բնակչի վիճակին, որը եղել է նավում, սակայն որևէ ախտանիշ չի նկատվում։ Կալիֆոռնիայում եւս վերահսկվում են մի շարք մարդիկ, թեև պաշտոնական տվյալներն նրանց թվի մասին չեն հրապարակվել։ Առողջապահական պաշտոնյաները շարունակում են հետևել իրավիճակին ու ընդգծում, որ այս պահին լայն տարածման վտանգ չեն տեսնում ու մոնիտորինգը շարունակվում է։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ աջակցել է Լոս Անջելեսի ոստիկանության Pretextual Stops կամ պատրվակային կանգառների պրակտիկան դադարեցնելու նախաձեռնությանը։ Այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ ոստիկանությունը մարդուն կանգնեցնում կամ ստուգում են փոքր խախտման պատճառաբանությամբ ավելի լուրջ հնարավոր հանցագործություն բացահայտելու նպատակով։ Քաղաքացիական իրավունքների պաշտպանները տարիներ շարունակ քննադատել են այս պրակտիկան, պնդելով, որ այն անհամաչափ կերպով թիրախավորում է սևամորթ եւ լատինաամերիկյան համայնքներին։ Ըստ Լոս Անջելեսի գլխավոր օրենսդրական վերլուծաբանի գրասենյակի հրատարակած հաշվետվության 2022 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը իրականացրել է ավելի քան 72,000 պատրվակային կանգառ։ Հաշվետվության համաձայն այդ կանգառների մոտ 30%-ը հանգեցրել է այլ իրավախախտումների բացահայտման, ներառյալ թմրանյութերի կամ զենքի հայտնաբերում։ Սակայն նույն տվյալները ցույց են տվել, որ կանգնեցված մարդկանց մոտ 86%-ը եղել են սևամորթ կամ լատինաամերիկացի բնակիչներ։ Չնայած քաղաքային խորհրդի միաձայն աջակցությանը որոշումը դեռ ամիջականապես չի փոխում ոստիկանության քաղաքականությունը։ Վերջնական իրավասությունը պատկանում է Լոս Անջելեսի ոստիկանության հանձնակատարների խորհրդին, որն առաջիկայում պետք է քննարկի արդյոք պաշտոնապես արգելել այդ պրակտիկան։ Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռևս 2022 թվականին փոխել էր իր քաղաքականությունը, պահանջելով, որ նման կանգառներն իրականացվեն միայն այն դեպքում, երբ կա հանրային անվտանգության իրական վտանգ։ Ոստիկաններից նաև պահանջվում է հստակ նշել կանգառի պատճառը եւ այն արձանագրել մարմնի վրա ամրացված տեսախցիկներով։ Այս պահին Կալիֆոռնիայում չկա նահանգային օրենք, որը ամբողջությամբ արգելում է պատրվակային կանգառները։ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները հայտարարել են լայնածավալ միջազգային թմրանյութերի ցանցի բացահայտման մասին, որի գործով մեղադրանքի առաջադրվել 11 անձի։ Գործը քննվում է Վաշինգտոնի դաշնային դատարանում եւ կապված է մետամֆետամինի եւ GBL նյութի խոշոր շրջանառության հետ։ Միացյալ Նահանգների դատախազ Ջանին Պիրոն հայտարարել է, որ այս գործը արտացոլում է վարչակազմի պայքարը այն խմբավորումների դեմ, որոնք թույնով են լցնում փողոցները եւ կործանում ընտանիքներ։ Նրա խոսքով քննությունը իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներքին անվտանգության նախարարության Task Force ծրագրի շրջանակում, որը կենտրոնացած է կարտելների, միջազգային հանցավոր խմբերի եւ թրաֆիքինգի ցանցերի դեմ պայքարի վրա։ Դաշնային մեղադրանքների համաձայն կազմակերպությունը Կալիֆոռնիայից արևելյան ափ էր տեղափոխում մեծ քանակի մետամֆետամին, իսկ հարավային Կորեայից ներմուծում էր GBL նյութը։ Իրավապահների տվյալներով այն լայնորեն օգտագործվում է որպես GHB թմրամիջոցի նախանյութ, որը հայտնի է որպես date rape drug սեռական հանցագործությունների ընթացքում կիրառվող վտանգավոր
քնաբեր նյութ։ Մեղադրական եզրակացության համաձայն 11 մեղադրյալներից 3-ին առաջադրված է փողերի լվացման մեջ մեղադրանք, իսկ 1 անձի Վաշինգտոնում մետամֆետամինի տարածման կազմակերպման համար։ Քննությունը դեռևս սկսված էր 2 տարի առաջ թմրանյութի գերդոզավորումից մահվան դեպքից հետո, երբ իրավապահները պարզել էին, որ Վաշինգտոնում գործող խմբավորումները տարածում էին մետամֆետամին և GBL։ Դատախազության տվյալներով առգրավել է շուրջ 5000 ֆուտ GBL, պաշտոնյաների գնահատմամբ յուրաքանչյուր լիտրից հնարավոր է պատրաստել մինչև 1000 դոզա, իսկ ամսական 600 լիտր մատակարարումը կարող է փողոցային շուկայում ունենալ մոտ 3 միլիոն դոլարի արժեք։ 14 ամսվա ընթացքում ըստ քննիչների շրջանառության ընդհանուր արժեքը կարող էր գերազանցել 40 միլիոն դոլարը։ Բացի այդ, առգրավել է ավելի քան 75 ֆունտ մետամֆետամին, որի մաքրությունը որոշ դեպքերում հասել է 90%-ի։ Իրավապահների գնահատմամբ դա հավասար է շուրջ 140,000 առանձին դոզայի ավելի քան 8.5 միլիոն դոլար արժեքով։ Պաշտոնական Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ժամանակավոր համաձայնության շուրջ բանակցությունները ըստ աղբյուրների մոտենում են կարևոր փուլին, իսկ Իրանում շարունակվում են իշխանություններին աջակցող հանրահավաքները։ Տեղեկությունների համաձայն Իրանն ուսումնասիրում է առաջարկը, որը կարող է ժամանակավորապես դադարեցնել պատերազմը, սակայն չի լուծի ամենավիճահարույց հարցերը։ Աղբյուրների փոխանցմամբ քննարկվող տարբերակը ոչ թե լիարժեք խաղաղության պայմանագիր է, այլ կարճաժամկետ հուշագիր, որը նախատեսված է 3 հիմնական փուլով։ Առաջին փուլով նախատեսվում է պաշտոնապես ավարտել պատերազմը, երկրորդով վերականգնել նավագնացությունը Հորմուզում, իսկ երրորդ փուլում բացել 30-օրյա բանակցային պատուհան ավելի լայն համաձայնության շուրջ քննարկումների համար։ Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում լրագրողների հետ երկար զրույցի ընթացքում անդրադարձել է Իրանի հետ շարունակվող լարվածությանը։ Նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական նավերն այսօր Հորմուզի նեղուցում բախման մեջ են մտել իրանական ուժերի հետ, այն բանից հետո, երբ նրա խոսքով Իրանը հրթիռներ և անօդաչուներ է արձակել ամերիկյան նավատորմի ուղղությամբ։ Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգների 3 ռազմանավերը հզոր պատասխան են տվել և իրանական մի շարք արագընթաց նավակներ ոչնչացվել են։ Թրամփի խոսքով ամերիկյան կողմը վնասներ չունի, սակայն իրանական կողմը զգալի կորուստներ է կրել։ Նա ընդգծել է, որ Իրանը չի կարող և չի ստանա միջուկային զենք, կրկնելով իր վարչակազմի հիմնական պահանջը Թեհրանի նկատմամբ։ Նախագահը սակայն նշել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և իր գնահատմամբ կարող են ավարտվել ցանկացած օր։ Սակայն նա միաժամանակ զգուշացրել է, որ եթե համաձայնագիր չստորագրվի, Իրանը շատ ցավոտ հետևանքների կբախվի։ Թրամփը հայտարարել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենքից և փոխանցել որոշ նյութեր ամերիկյան կողմին, սակայն կասկածի տակ է դրել Թեհրանի վստահելիությունը, ասելով, որ նրանք մի օր համաձայնում են, հաջորդ օրը մոռանում։ Նա նաև մեկնաբանել է Վատիկանում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռոմի Պապլեոյի հանդիպումը, ասելով, որ Ռուբիոին փոխանցել է հետևյալ ուղերձը. «Ասեք Պապին շատ հարգանքով, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք»։ Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ դատավորները կասկածի տակ են դրել, արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է օրինական կերպով պատժել սենատոր Մարկ Քելիին, զինվորականներին, ապօրինի հրամաններին չենթարկվելու կոչ անելու համար։ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի 3 դատավորներից կազմված հանձնախումբը ավելի քան 1 ժամ քննադատական հարցեր է ուղղել կառավարության ներկայացուցիչներին, կապված Քելիի նկատմամբ իրականացվող կարգապահական քայլերի հետ։ Քելին, որը նախկին ռազմածովային կապիտան է և տիեզերագնաց, հունվարին դատի էր տվել Պենտագոնին, պնդելով, որ վարչակազմի փորձերը իրեն իջեցնել կոչումով ու նվազեցնել կենսաթոշակը վրեժխնդրություն են խոսքի համար, որը խախտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին ուղումը։ Գործը սկսվել էր այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը փորձել էր պատժել Քելիին 2025 թվականի նոյեմբերին հրապարակված մի տեսանյութի համար, որտեղ սենատորը հայտարարել էր. «Մեր օրենքները հստակ են, դուք կարող եք հրաժարվել ապօրինի հրամաններ կատարելուց»։ Սենատոր Մարկ Քելին դատարանի շենքի մոտ նշել է, որ այդ հայտարարությունից հետո Թրամփը պահանջել է, որ իրեն դատեն ու անգամ կախաղան հանեն, իսկ հետո վարչակազմը փորձել է իրեն լռեցնել։ Սենատորի խոսքով խնդիրը միայն իրեն չի վերաբերում։ Նա պնդել է, որ վարչակազմը ցանկանում է վախեցնել բոլոր վետերաններին և քաղաքացիներին, որպեսզի նրանք չքննադատեն իշխանություններին։ Նա նաև անդրադարձել է Իրանի դեմ շարունակվող պատերազմին, նշելով, որ Թրամփը 2 ամիս առաջ սկսել է պատերազմ առանց հստակ ռազմավարական նպատակի։ Նրա խոսքով 13 ամերիկացի է զոհվել, Իրանի իշխանությունը մնացել է նույնը, իսկ հարստացված ուրանը դեռևս գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ։ Ելույթի վերջում Քելին հայտարարել է. «Թրամփն ու Հեքսեթը սխալ մարդու հետ են գործ բռնել։ Եթե խոսքը վերաբերում է մեր հիմնարար իրավունքներին, ես երբեք հետ չեմ կանգնում»։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի մի շարք երկրներ ներկայացրել են նոր բանաձևի նախագիծ, որով պահանջում են, որ Իրանը դադարեցնի Հորմուզի նեղուցում իրականացվող հարձակումները, ականապատումը և ապօրինի տուրքերի սահմանումը միջազգային նավագնացության համար։ Նախաձեռնությունը ներկայացվել է Միացյալ Նահանգների և Բահրեյնի կողմից, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Քուվեյթի աջակցությամբ։
Բահրեյնի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Ջամալ Ֆարես Ալ-Ռոբայեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության եւ Պարսից ծոցի անվտանգության համար կենսական ռազմավարական ուղի է եւ վերջին զարգացումները ցույց են տվել, որ անհրաժեշտ է միջազգային հավաքական արձագանք։ Նրա խոսքով բանաձևը պահանջում է, որպես Իրանը անմիջապես դադարեցնի առևտրային նավերի դեմ հարձակումները եւ սպառնալիքները, հեռացնի ծովայինականները եւ դադարեցնի նեղուցով անցնող նավերից վճարներ գանձելու փորձերը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ Իրանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ վտանգում համաշխարհային առևտուրը։ Նրա խոսքով Իրանը փորձում է խեղդել համաշխարհային տնտեսությունը։ Ուոլցը նշել է, որ Իրանի պետական լրատվամիջոցն արդեն հայտարարել է Պարսից ծոցի նեղուցների վարչության ստեղծման մասին, որի միջոցով միջազգային առևտրային նավերից պահանջվում է գրանցում եւ տուրքի վճարում Հորմուզով անցնելու համար։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը համեմատություն է արել Ջիբրալթարի նեղուցի հետ, նշելով, որ եթե որևէ երկիր փորձեր այնտեղ ականներ տեղադրել եւ վճար պահանջեր միջազգային նավերից, դա ամբողջ աշխարհում կդիտվեր որպես անընդունելի եւ ապօրինի քայլ։ Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Իսա Աբու Շահաբը հայտարարել է, որ փետրվարի 28-ից ի վեր առնվազն 32 առևտրային նավ է թիրախավորվել, ինչի հետևանքով զոհվել են նավաստիներ։ Շուրջ 2000 նավ եւ 20000 աշխատակից մնացել են շրջափակված։ Նրա խոսքով այս գործողությունները սպառնում են ոչ միայն էներգետիկ շուկաներին, այլև սննդի մատակարարումներին, պարարտանյութերի արտահանմանը եւ համաշխարհային տնտեսական կայունությանը։ Բանաձևը նաեւ նախատեսում է ՄԱԿ-ի հումանիտար միջանցքի ստեղծում Հորմուզի նեղուցում սննդի, դեղորայքի եւ այլ կենսական բեռների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար։ Միացյալ Նահանգները եւ Պարսից ծոցի երկրները կոչ են արել ՄԱԿ անդամ պետություններին միանալ նախաձեռնությանը, ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տարածաշրջանային հակամարտության, այլ ամբողջ համաշխարհային տնտեսության անվտանգության մասին է։ Հակառակ այս համատեղ հայտարարությանը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, քննադատելով Միացյալ Նահանգների եւ Բահրեյնի կողմից ներկայացված անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը։ Դիվանագետը հայտարարել է, որ առաջարկվող նախագիծը միակողմանի, քաղաքականապես մոտիվացված եւ խորապես թերի է։ Նրա խոսքով Վաշինգտոնը ազատ նավարկության պաշտպանության անվան տակ իրականում փորձում է առաջ մղել սեփական քաղաքական օրակարգը եւ օրինականացնել Իրանի դեմ իրականացվող գործողությունները։ Իրավանին պնդել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները ոչ թե նվազեցրել, այլ ավելի են սրել լարվածությունը տարածաշրջանում։ Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում կայունության միակ ճանապարհը պատերազմի վերջնական դադարեցումն է, ծովային շրջափակման վերացումը եւ նորմալ նավարկության վերականգնումը։ Նրա խոսքով բանաձևի նախագիծը Իրանին մեղադրում է նավերի վրա հարձակումների եւ ծովայինականների տեղադրման մեջ առանց հավաստի ու հաստատված ապացույցների ներկայացման։ Իրավանին նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ընտրողաբար է վկայակոչում միջազգային իրավունքը, անտեսելով սեփական խախտումները։ Նա հիշեցրել է Նիկարագուայի վերաբերյալ միջազգային դատանի պատմական որոշումը եւ պնդել, որ Վաշինգտոնը երկար տարիներ անտեսել է միջազգային դատական որոշումները եւ դրանք չեն համապատասխանել իր քաղաքական շահերին։ Միաժամանակ Իրավանին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է ապահովել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում, եթե վերջնականապես ավարտվի պատերազմը ու վերացվեն Իրանի դեմ սահմանված շրջափակումներն ու պատժամիջոցները։ Նա կոչ է արել ՄԱԿ անդամ երկրներին չաջակցել ԱՄՆ Բահրեյն նախագծին ու սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեն քվեարկության ժամանակ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ իր հանդիպման մասին, բացահայտելով, որ նրանք շուրջ 2.5 ժամ տևած քննարկում են ունեցել Թեհրանում։ Իրանի նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում առաջնորդի վերաբերմունքը եղել է անկեղծ եւ համեստ։ Նրա խոսքով Ես պատիվ ունեցա հանդիպելու սիրելի առաջնորդին, առաջին հերթին պետք է ասեմ, որ նրա տեսակետներն ու վերաբերմունքը իսկապես անկեղծ եւ համեստ էին։ Փեզեշքյանը հավելել է, որ նման վերաբերմունքը բնութագրում է Խամենեիի անձնական ոճը նույնիսկ որպես երկրի բարձրագույն ղեկավարի։ Այս հայտարարությունը կարևոր է համարվում, քանի որ վերջին ամիսներին Իրանում եւ միջազգային շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր Մոջթաբա Խամենեիի դերը, հատկապես տարածաշրջանային պատերազմի եւ ներքին լարվածության ֆոնին, ընդ որում նաեւ նրա առողջության հետ կապված հարցերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ իսրայելական ուժերը Բեյրութում իրականացված գործողության ընթացքում սպանել են Հեզբոլայի Ռադվան ուժերի հրամանատարին։ Նեթանյահուի խոսքով սպանված հրամանատարը ղեկավարում էր Հյուսիսի գրավման ծրագիրը ու շարունակում էր Բեյրութում գտնվող գաղտնի շտաբից համակարգել հարձակումները Իսրայելի բանակի եւ բնակավայրերի դեմ։ Նեթանյահուն նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իսրայելը ոչնչացրել է ավելի քան 200 Հեզբոլայի մարտիկների,
որոնք ըստ նրա ներգրաված էին Իսրայելի քաղաքացիների եւ զինվորների դեմ գործողություններում։ Նրա խոսքով նույն ռազմավարությունը Իսրայելը կիրառում է նաեւ Գազա Ստրիպում, շարունակելով թիրախավորել զինված խմբավորումներին եւ ահաբեկչական բջիջներին։ Իսրայելի վարչապետը նաեւ կոշտ նախազգուշացում է եղել տարածաշրջանի զինված խմբավորումներին, հայտարարելով. ոչ մի ահաբեկիչ անձեռմխելություն չունի, յուրաքանչյուր ոք, ով սպառնում է Իսրայելի պետությանը, պատասխանատվություն կկրի։ Նեթանյահուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Իսրայելի զինվորականներին, հետախուզական ծառայություններին եւ ռազմաօդային ուժերին, նրանց անվանելով աշխարհի լավագույններ։ Կրկին վերադառնանք ՄԱԿ, բայց արդեն ոչ Իրանի պատերազմական թեմայով, գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միգրացիայի վերանայման միջազգային ֆորումում հանդես է եկել բացման խոսքով, նշելով, որ աշխարհը ձախողել է միգրացիան միասին կառավարելու հարցում։ Գուտերեշը նշել է, որ միգրացիան մարդկության պատմության անբաժանելի մասն է եղել դարեր շարունակ, նպաստելով տնտեսությունների զարգացմանը, հասարակությունների ձևավորմանը եւ նորարարություններին։ Սակայն նրա խոսքով այսօր միգրացիայի թեման աղավաղվում է վախի եւ ապատեղեկատվության միջոցով, իսկ միգրանտները հաճախ օգտագործվում են քաղաքական նպատակներով, դառնալով մեղադրանքների եւ թշնամական հռետորաբանության թիրախ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միգրացիան ճգնաժամ չէ, ճգնաժամը մեր հավաքական ձախողումն է այն միասին կառավարելու հարցում։ Գուտերեշը ներկայացրել է նաև մտահոգիչ վիճակագրություն։ Նրա խոսքով վերջին 4 տարիներին առնվազն 200,000 մարդ դարձել է թրաֆիքինգի զոհ, որոնց մեծ մասը կանայք ու աղջիկներ են։ Միայն վերջին 2 տարիներին ավելի քան 15,000 մարդ մահացել կամ անհետացել է միգրացիոն երթուղիներում։ Նա նաև ընդգծել է, որ բազմաթիվ ընտանիքներ եւ երեխաներ շարունակում են պահվել միգրացիոն կալանավայրերում, իսկ հազարավոր աշխատողներ զրկված են աշխատանքային պաշտպանության իրավունքներից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ կառավարել միգրացիան եւ անհրաժեշտ է խորացված համագործակցություն պետությունների, միջազգային կառույցների եւ հասարակությունների միջեւ։ Ելույթի ավարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անվտանգ, կանոնակարգված եւ օրինական միգրացիան պետք է դառնա համաշխարհային առաջնահերթություն, ընդգծելով, որ այս ֆորումը հնարավորություն է վերածելու խոստումները կոնկրետ գործողությունների։ Ինչպես արդեն ասացինք վեր է նշել, Մարկո Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Լեո 14-ի հետ, փորձելով մեղմել վերջին շաբաթներին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վատիկանի միջև սրված հարաբերությունները։ Թրամփը բազմիցս է քննադատել վերջին շրջանում Պապ Լեոին Իրանի պատերազմի, ներգաղթի քաղաքականության եւ խաղաղության կոչերի վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Վատիկանը իր հերթին հայտարարել էր, որ անհրաժեշտ է անխոնջ աշխատել խաղաղության համար։ Ռուբիոն նախ առանձնազրույց ունեցել Պապ Լեոյի հետ, այնուհետև շուրջ 2.5 ժամ բանակցություններ վարել Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։ Վատիկանի պաշտոնական հաղորդագրության համաձայն կողմերը քննարկել են պատերազմները, քաղաքական լարվածությունը, հումանիտար ճգնաժամերը եւ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաեւ արևմտյան կիսագնդում իրականացվող հումանիտար նախաձեռնությունները։ Կողմերը նաեւ ընդգծել են Միացյալ Նահանգների եւ Սուրբ Աթոռի միջև շարունակվող գործընկերությունը։ Հանդիպման ընթացքում Ռուբիոն Պապ Լեոին նվիրել է փոքր բյուրեղի ամերիկյան ֆուտբոլի գնդակ պետքարտուղարության խորհրդանիշով, կատակելով նաեւ ասել է. Ինչ նվիրել մեկին, ով արդեն ամեն ինչ ունի։ Պապ Լեոն իր հերթին Ռուբիոին նվիրել է ձիթենու փայտից պատրաստված գրիչ, նշելով, որ ձիթենի խաղաղության խորհրդանիշ է։ Մարզական մեկ թեմա միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ 2028 թվականի օլիմպիական խաղերի որակավորման նոր Q-Series մրցաշարերը կանցկացվեն Տոկիոյում, Շանհայում, Մոնրեալում եւ Օրլանդոյում։ Նոր ձևաչափը նախկինում հայտնի էր որպես Olympic Qualifying Series եւ նախատեսված էր համատեղելու սպորտը, երաժշտությունը, մշակույթն ու երիտասարդական փառատոնի մթնոլորտը որպես նախապատրաստություն Լոս Անջելես 2028 օլիմպիական խաղերի։ Ծրագրում ընդգրկված են 3x3 բասկետբոլը, լողափնյա վոլեյբոլը, BMX ֆրիստայլը, սպորտային մագլցումը, ֆլեգ ֆուտբոլը եւ սկեյթբորդինգը։ ՄՕԿ-ի ղեկավարությունը նշել է, որ ընտրված քաղաքները լավագույնս համապատասխանում են այս սպորտ գումարած մշակույթ գաղափարին։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը կարևոր որոշում է կայացրել 2030 թվականի երիտասարդական օլիմպիական խաղերի վերաբերյալ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է 2030 թվականի խաղերի հյուրընկալողի ընտրության գործընթացը, վերանայելու ծրագրի ամբողջ ռազմավարությունը։ ՄՕԿ-ի նախագահ Քրիստի Քովենթրիի խոսքով կազմակերպությունը ցանկանում է հասկանալ, թե ապագայում ինչ դեր պետք է ունենան երիտասարդական խաղերը եւ ինչպես պետք է ներգրավեն երիտասարդները սպորտային շարժման մեջ։ Նրա խոսքով տարբեր միջազգային ֆեդերացիաներ եւ ազգային օլիմպիական կոմիտեներ տարբեր պատկերացումներ ունեն երիտասարդական խաղերի նպատակի վերաբերյալ, ինչի պատճառով միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է հետ քայլ գնալ եւ ստեղծել միասնական ռազմավարություն։
Քովենտրին նշել է, որ սա չի նշանակում խաղերի չեղարկում։ ՄՕԿ-ը շարունակում է լիովին աջակցել առաջիկա երիտասարդական խաղերին Դակար 26-ին եւ Իտալիա 2028-ին, սակայն ցանկանում են նախ հստակ որոշել, թե ինչպիսին պետք է լինի այս նախագիծը ապագայում, հատկապես երիտասարդ սերնդի հետ աշխատանքի եւ թվային դարաշրջանում նրանց ներգրավման տեսանկյունից։ Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է վերանայել օլիմպիական խաղերի չափերն ու ծախսերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների խոսքով Լոս Անջելես 2028-ում նախատեսված 36 մարզաձևերի քանակը հավանաբար չի պահպանվի Բրիզբեն 2032 խաղերում, քանի որ կազմակերպությունը ցանկանում է նվազեցնել խաղերի ծախսերն ու բարդությունները։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք, ցտեսություն։